Դերասան Կարեն Հովհաննիսյանի կինը Մանե Հակոբյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում։ Դերասանուհին բոլորովին վերջերս կարճ նկարահանում ունեցավ հեռուստասերիալներից մեկում, ինչն էլ նրան ևս մեծ ճանաչում բերեց։ Մանեն շատ հաճախ ինստագրամյան հարթակում հարց ու պատասխաններ է կազմակերպում, որի ընթացքում անդրադառնում է հետևորդների հարցերին։ Երեկ դերասանուհին պատասխանել է հետևյալ հարցին, թե ինչպես է ընդունում այն փաստը, որ զույգերից մեկը կռվի ժամանակ ասել է, որ չի սիրում։ Մանեն պատասխանել էր. հնարավոր է, որ դա պարզապես նյարդային վիճակից ասված լինի։ Պետք է խոսել ու հստակեցնել խաղաղ պայմաններում։ Հաճախ են կռվի ժամանակ անում արտահայտություններ ու հետո զղջում, իսկ դիմացինի ներսում դա հետք է թողնում։ Պիտի կարողանալ կառավարել կամ գոնե անհետևանք արտահայտել հույզերը, նշել էր դերասանուհին։ Հետո արդեն տեսանյութի միջոցով Մանեն պատասխանել էր նաև երեխայի սեռն իմանալու համար մեծ արարողություն ու խնջույք կազմակերպելուն։ Նրա խոսքն առաջարկում ենք դիտել հենց այս պահին։ Ինձ թվում է ընկերներ կարելի է մի փոքր հարցադրումը փոխել, ոչ թե կողմեմ կամ դեմ, այլ նախընտրում եմ թե չէ։ Շատ հավես սիրուն տեսանյութեր կան, որ նայում եմ սենց հավեսով, ուրախանում եմ մարդկանց գենդեր պարտիներից, բայց ինքս իմ համար թե հավես չունեմ, թե դուրս այդքան չի գալիս, չգիտեմ, այդքան կարևորություն չեմ տալիս, չգիտեմ, իմ անձի համար այդքան չեմ սիրում։ Բայց ուրիշներին հաճույքով նայում եմ։ Պապա, Ջան, Շնորհակալություն։ հարցում ածում։ Բարև։ Ո՞ւմ ենք բարևում։ Բոլորին։ Բոլորնով են։ Գենդեր պարտի կազմակերպող մոտ կար օրինակ։ Չեմ սիրում, հաջող։ Հավելենք նաև, որ շաբաթներ առաջ էլ Մանե Հակոբյանը հյուրընկալվել էր բացարձակ արժեք հաղորդմանը։ Վերջերս Մանեն հանդես եկավ մի նախագծում, որտեղ մարմնավորում էր գլխավոր հերոսներից մեկին։ Համացանցում քննարկումները շատ էին, կարծիքներն էլ տարբեր, սակայն հիմնականում քննարկում էին, թե ինչպես եղավ, որ Կարենը համաձայնվեց, որ Մանեն լինի եթերում։ Կարենն ասաց. «Ինչի չես հարցնում, ինչու դեմ չէի։ Առաջարկից հետո ձայն չեմ հանել, 3 օր։ Ինքն էլ չի խոսել։ Ասեց. չի հետաքրքրում ինչի բան չեմ ասել։ Ասացի հետաքրքրում եմ, ուղղակի վախենում էի վատ արձագանք ստանալ։ Կոնֆլիկտ լիներ, փոշմաներ։ Ասեց, որովհետև քեզ շատ եմ սիրում ու ուզում եմ երազանքներիդ հասնես, գիտակցում եմ, որ բացի մենքից դու առանձին անհատ ես, կար մի շրջան, երբ տանուլ էի տալիս ընտանիքը, ոչինչ չէի հասցնում, թողեցի եւ ընկա խորը դեպրեսիայի մեջ, որովհետև անսովոր էր աշխուժ ապրելակերպից հետո կորցնել ամեն ինչ, երկար տանջվելուց հետո դիմեցի մասնագետի, անկեղծացել էր Մանեն։ Հավելենք նաև, որ Կարեն Հովհաննիսյանը էկրաններին է արդեն շատ երկար տարիներ, սակայն հարցազրույցների շատ չի մասնակցել, բացառությամբ նախորդ տարվա, երբ նա հյուր էր Ամալիա Հովհաննիսյանի Live from հաղորդմանը։ Կարենը զրույցի ընթացքում խոսել էր դժվար մանկության, ծնողական ջերմության բացի մասին, ինչպես նաև անդրադարձել էր ծնող երեխա և կին-տղամարդ հարաբերություններին։ Հենց ծնող-երեխա հարաբերությունների մասին դերասանի արտահայտած մտքերն էլ հայտնվել են քննարկումների կենտրոնում և սկանդալի պատճառ դարձել։ Շատերը դերասանին մեղադրել էին եթերում բռնության կոչ անելու մեջ։ Բանն այն է, որ Կարենը երեխային դաստիարակելու մեթոդների մեջ ներառում է նաև ապտակը։ Այս քննարկումներն արդեն մի քանի օր է, ինչ կան, եւ ահա, Կարենին կրկին եթեր է տրամադրվել։ Հրաչ Մուրադյանը իր բաց թեմա հաղորդման շրջանակներում հրավիրել էր Կարենին։ Զրույցին ներկա էր նաև հոգեբան Մարիամ Մեհրաբյանը։ Այս հաղորդման ընթացքում նույնպես մասնագետները խոսեցին երեխային ճիշտ դաստիարակելու մասին։ Կարենը կրկին արտահայտեց իր անկեղծ խոսքը։ Ես միանշանակ էլի այն համոզմունքն ունեմ, որ երեխան պիտի ստանա ապտակ, բայց իհարկե տեղին։ Ես ինքս էլ ապտակ ստացել եմ այն սխալիս համար, որը պարբերաբար կրկնում էի։ Ես անձնապես օրինակներ ունեմ, երբ երեխային թողել են բարձի թողի վիճակում, ասելով, որ նա ինքնուրույն է, թող մեծանա, իսկ հիմա նա սայլակին է նստած, քանի որ դարձել է թմրամոլ։ Իմ ասածը վերաբերվում է նրան, որ երեխային պետք է ուղղակի սթափեցնող ապտակ հասցնել։ Ես չեմ խոսում ծեծի մասին։ Ես բնավ դրա մասին չեմ խոսում, որ երեխային պետք է անդադար ապտակես։ Կարենի այս խոսքը հավելեց նաև հոգեբանը։
նշելով, որ վստահ է, որ Կարենը չի ուզում բռնության կոչ անել ու ասել, որ բռնությունը դաստիարակության միակ միջոցն է։ Մարիամ Մեհրաբյանը նաև նշեց, որ ժամանակին ասված խոսքը ու հայացքը կարող են ավելի ազդել երեխայի վրա ու չպետք է բաց թողնել երեխայի հետ խոսելու պահը, թե չէ ուշացած ապտակը երբեք չի փրկի իրավիճակը։ Հարկ է նշել, որ արդեն այս հաղորդման մեկնաբանություններում դիտողները համակարծիք են եղել դերասանի հետ և կիսվել են իրենց տեսակետով։ Հետևորդները այսպիսի մեկնաբանություններ են թողել. «Ճիշտ ես Կարեն ջան, այո, նման պարագայում շատ ճիշտ եք»։ «Կիսում եմ Կարենի կարծիքը, այո, սթափեցնող ապտակը երբեք սխալ չէ, դաստիարակության մեջ։ Կարենի նման տղամարդ, եթե շատ լինի մեր հայ ընտանիքներում, չի վերանա նամուսով, շնորհքով ավանդույթները»։ Մեկ այլ հետևորդ էլ այսպիսի գրառում էր արել. «Ես համամիտ եմ Կարենի հետ, ավելի ադեկվատ, վերլուծող, առօրեական մտածելակերպով էր, իսկ հոգեբանները և մնացած ժամանակակիցները մենակ թեորեմներով են խոսում։ Մի ժամանակ տղաներն ու աղջիկները ավելի հզոր, ուժեղ կամքի տեր էին, քան հիմա, ընդ որում մի ժամանակ ավելի խիստ էին վարվում ծնողները»։ Եվ այսպես, այս հաղորդման շրջանակներում դերասանին հնարավորություն տրվեց ևս մեկ անգամ բացատրել իր խոսքը և արդեն ճիշտ ուղղությամբ հասցնել այն հեռուստադիտողին։ Հատկապես վերջին շրջանում Կարենը շատ ակտիվ է ինստագրամյան հարթակում, որտեղ հաճախ դստեր մասնակցությամբ տարբեր հոլովակներով է կիսվում։ «Նանեի շարքից» հրապարակումներին կից հաճախ գրում է Կարենը։ Ձեզ ենք ներկայացնում նաև դերասանական ընտանիքի դստեր մասնակցությամբ մի քանի հոլովակ ևս։ Դեժուպտա հլը։ Դեժուպտա։ Ուր ենք գնում։ Նան ուր ենք գնում։ Չա, ավոն։ Հոֆոնը։ Ուր ենք գնում։ Ուր է հոֆոնան։ Միկրոֆոնը տանելա։ Դե արի գնանք տատան, արի։ Արի թզուկ։ Թզուկ։ Ադրե, արի, Արի գնանք տեսնենք, հա? Գնանք տեսնենք։ ճողոջոտ, Ով է բերել։ բիբիգինա, դե բիդի գացուրաս, Արի գնանք տեսնենք, արի։ Նանի, նայ, ինչ էր աստեղ։